Աստված օրհնի մեզ բոլորիս, այսպես են վերնագրել խոսքը խոստովանության վերաբերյալ։ Փառք Աստծուն, որ այս հարցի հետ կապված շատ անգամ է խոսվել եկեղեցում, թե անհատական հանդիպումների մեջ, թե ընդհանուր, բայց ինչից դրդված եմ որոշել այս խոսել, ուղղակի տեսնելով շատ փաստեր, որ կամ ժողովրդից ոմանք դեռ չեն հասկանում խոստովանության արժեքը, կամ տեղ են տալիս հպարտության, կամ չգիտեն ինչ է խոստովանությունը։ Չգիտեմ, շատ մարդկանց հետ հանդիպելուց տեսնում եմ, որ քչերն են անկեղծ խոստովանում, ինչ որ մի սխալ երբ որ բացահայտվում է։ Քչերն են կարողանում ուղիղ լինել Աստծո առաջին։ Մենք այս քիչ առաջ աղոթքում եղբայրը, որ աղոթք արեց, օրհնիր մեզ, որ մենք քեզանից չհեռանանք։ Մեզ Աստծուց հեռացնողը մեղքն է։ Իսկ մեղքից ազատվելը, կարդամ առաջին նամակը Հովհաննեսի, շատերը սիրում են այս հատվածը։ Առաջին նամակը Հովհաննեսի, առաջին գլխի 8-ից 9 համարները։ Եթե ասենք մեղք չունենք, մեր անձերը խաբում ենք եւ ճշմարտություն չկա մեզանում, ապա թե մեր մեղքերը խոստովանենք, նա հավատարիմ է եւ արդար, որ մեր մեղքերը թողե մեզ եւ սրբե մեզ ամեն անիրավությունից։ Շատ մարդիկ այս հատվածը իրոք հաճույքով կարդում են, հաճելի միտք է, սիրում են այս հատվածը, բայց շատերը մի մասն են սիրում։ Այն որ ասում է, ապա թե մեր մեղքերը խոստովանենք, ոնց որ ուղիղ գիծ գան, հասնեն այդտեղ գիտակցեցինք, մի հատ շրջանցում են ու մնացածը շարունակում։ Հավատարիմ է եւ արդար, որ թողե մեր մեղքերը եւ սրբե մեզ, բայց այդ խոստովանությունը շրջանցեցինք։ Շատերն այսպես են այս խոսքը պահում իրենց սրտում։ Դրա համար լուրջ արդյունք չի տալիս։ Եվ ժողովուրդ ջան, ուզում ենք Աստծո ողորմությամբ Աստծո հետ լինել, պետք է հարցին ուշադրություն դարձնենք, թե չէ կկորցնենք, մանավանդ այն կկորցնենք Աստծո հետ լինելու այս օրհնությունը, խոստումը, ծրագիրը, որ Քրիստոսով ստացել ենք, մանավանդ այս դժվար ժամանակներում։ Ինչ տեսակ անօրենություն, ասեք, մեր շուրջը վխտում է։ Իհարկե գիտենք, որ միայն խոստովանելով չէ, որ մարդը ազատվում է մեղքից, Աստված հատուցեց գին։ Որոշակի անդրադառնամ այդ մտքին եւ շարունակեմ ընդհանուր թեմաս, կոնկրետ թեման։ Նորից առաջին նամակն է Հովհաննեսի 4-րդ գլխի 10 համարում այսպես է ասում. Սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ որ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար։ Այո, նրա հաշվին մենք մեղքերի թողության արժանացանք, Քրիստոսի հաշվին, թեկուզ խոստովանենք, եթե քավությունը չլիներ, չենք արժանանա թողության։ Քրիստոսի հաշվին արժանացանք, սակայն այս հավատը պետք է ունենալ, բայց նաև երբ որ հասկանում ես մեղքդ, գիտակցում ես, պետք է դատապարտես, խոստովանես։ Մի Սաղմոս կարդամ, ուշադրություն դարձրեք 32 Սաղմոսից, ուրեմն 1-ից 6 համարները կարդամ, փորձենք հրը, պատկերացրեք Սաղմոսը գրողը ինչ մտատանջում ասեմ, ինչ մի անհանգստությամբ է ապրել մեղավոր լինելու զգացումը, որ այս խոսքերն այսպես ասում է, ուշադրություն դարձրեք։ 32 Սաղմոսից եմ կարդում 1-ից 6 համարները։ Երանի նրան, որի անօրենությունը թողվեցավ եւ որի մեղքը ծածկվեցավ։ Երանի այն մարդուն, որ Տերը անօրենություն չի համարում նրան եւ նենգություն չկա նրա հոգու մեջ։ Երբ որ ես լուռ մնացի, ոսկորներս մաշվեցան իմ ամեն օր հառաչելովը,
որովհետև ցերեկ ու գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացությունը ամառվա չորություն դառավ, ես մեղքս հայտնեցի քեզ, և անօրենությունս չծածկեցի, ասեցի, թե անօրենությունս խոստովանեմ Տիրոջը, և դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը, սրա համար ամեն բարեպաշտ աղոթք կանե քեզ գտնելու ժամանակում, իրավի շատ ջրերի հեղեղներ վեր կենալիս չեն հասնի նրանց վրա, ու խոստումներ է խոսում, դու ես իմ ապաստանը, նեղությունից ինձ կպահես, համարձակությամբ, sense հավատքով մոտենում է, որ Տերն է իմ պաշտպանը, ջրերի հեղեղներ վեր կենալիս ինձ չեն կործանի, բայց առաջին մասում, որ խոսում է երգ, Սաղմոս երգ, ուշադրություն դարձրեք այս երգը գրելով ինքը խոսում է իր մեղավոր լինելն է դատապարտում, խոստովանում է, մի կոնկրետ չի ասում թեկուզ այստեղ ինչի մասին է խոսքը, բայց ասում է ես մեղավոր էի, ուշադրություն դարձրեք երրորդ համարում, երբ որ ես լուռ էի, չէի արտահայտվում, չէի դատապարտում արարքս, քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, հիշում եմ մեղքս, անհանգստանում, մտատանջվում, այո, դա Սուրբ Հոգու ներգործությամբ եղող անհանգստություն է, շատերն ուզում են այդ անհանգստությունը մի կողմ դնեն, բայց Աստծո Հոգին նորից արթնացնում է այդ անհանգստությունը, ուզում են կռվեն այդ մտքերի դեմ, և նույն Աստծո Հոգին ուզում է ողորմություն անի, դրա համար անհանգստացնում է մարդուն, ուզում է, որ մարդը դատապարտի իր մեղքը, բայց մարդը կռվում է այդ անհանգստացնող մտքերի դեմ, չի ուզում ընդունի, որ ինքը մեղավոր է, իր մեղքերն իրաչքի առաջ են գալիս, Աստծո Հոգին հիշեցնում է իր հանցանքները, որոնք դեռ չի զղջացել, չի դատապարտել, թողությունը չի ընդունել, Աստծո Հոգին անհանգստացնում է, չի ուզում, որ մարդը դատվի, չի ուզում, որ կորսվի, բայց մարդը լուռ է, ինչքան լուռ է, ինքան ասում է, ոնց որ մաշվեի, ոսկորներս մաշվեր, ես հասկանում եմ, որ սխալ եմ գործել, շատ մարդիկ կան տանջվում են այդպես, բայց բերանը չեն բացում, որ դատապարտեն իրենց արարք, մի հատ խոսեն, համապատասխան մարդկանց հետ կիսվեն, խոստովանեն, խնդրեն Աստծուց մեղքերի թողություն, կարծես թե իրենց համար մի հատ շատ վատ բան է դա, գոռոզություն ասեմ, ապարտություն ասեմ, ինքնասիրություն ասեմ, մեկ էլ տեսնում ես Աստված ողորմություն է անում, մարդիկ է ուղարկում, սկսում են մարդիկ խոսել, հանդիմանել, կռվում է մարդկանց հետ, հակառակում մարդկանց, բայց օրհնում է Աստված մարդկանց միջոցով հանդիմանելով, դու այս բանը սխալ ես արել, այս քայլը սխալ ես արել, կամ այստեղ սխալ խոսել ես, սխալ վկայություն ես տվել, այստեղ անարգություն ես բերել Աստծուն, ցույց են տալիս մարդը վիճում է Աստծո հետ փաստորեն, բայց խելամիտ մարդը, երբ որ լսում է, ուշադրություն դարձեք, ինչքան շուտ ես լսում, ընդունում, հենց խոսեցին աշխատիր, հենց հայտնի եղավ, մեղքդ հենց այդ պահին կատարես զղջումը, խոստովանությունը, ամենահեշտ պահն է, ինչքան ուշացնում ես, այնքան դժվար է, ինչքան ուշացնում ես, այնքան դժվար է, հավատացեք, հենց լսելուդ, հասկանալուդ պահը մեղք խոստովանելու ամենահեշտ պահն է, ժամը դա էր, հաղթական լինելու, և իսկապես այդպիսի նաև պատվավոր ես լինում Աստծո առաջին, արագ, լսեց, արագ կատարեց իր խոստովանությունը, դրա համար ուշադրություն դարձրեք, այդ մտատանջումից, այդ մեղքի զգացումի տանջանքից դուրս եկած ինչ ասում, երանի են մարդուն, որի անօրենությունները թողվեցավ, այ թե ինչի ասում, երնեք այդ մարդուն, որին Տերը էլ չի հանդիմանում, խաղաղություն գտավ, երանի են մարդուն, որի մեջ նենգություն չկա, չար բան չի տրամադրված անի, իրեն արդարացնելու համար ինչ-որ մեկին զրպարտի, նենգություն չկա իրա մեջ, բացի այդ,
Ուշադրություն դարձրեք, այո, երանի այդ մարդուն, որ կարողանում է արագ դատապարտել իր արարքը, որովհետև հեշտ սկսում է խոստովանը վստահել Աստծուն։ Նա վստահում է Աստծուն։ Նորոգված հավատքով ապրում է։ Ասում է, ես խոստովանեցի եւ դու թողեցիր իմ մեղքի անօրենությունը։ Հասկանում է, որ Աստծո ուզած ձևով քայլը կատարեց, խաղաղություն գտա։ Թողեցիր։ Ես դա նույնիսկ այսպես ասած իմ ներսում հասկանում եմ քո ներսում ինչ ես մտածում Տեր Աստվածի մասին։ Դու թողեցիր իմ անօրենությունը։ Հիսուսի հաշվին։ Ես դա հասկանում եմ։ Այո, անկեղծ խոստովանողը նաև հասկանում համոզված է, որ Տերը թողություն շնորհեց։ Ընկալում է դա, հասկացնում է Աստված, որովհետև Աստծո ուզած ձևով անցավ։ Չեկավ շրջանցեց մարդ։ Հաղթական գնաց։ Համոզված կանգնում է Աստծո առաջին, ասում է. իսկապես ամեն բարեպաշտ, այսինքն արդար ձևով մտածող մարդը իր սրտում պիտի հանգստություն ունենա, վստահ, որ շատ ջրեր վեր կենան չեն կործանի ինձ, որովհետև Տերն է իմ պահապանը։ Նորոգվում է մարդու, ասենց ասած, Աստծուն վստահելու այդ համոզմունքը, հիմքը իր մեջ։ Ես գիտեմ Աստված ինձ հետ է։ Չարը բռնելու տեղ չունի իմ կյանքում։ Մի օրինակ կուզեմ պատմել Դավիթ թագավորի կյանքից։ Ուրեմն դա Դավիթի կյանքից այն պահներ, երբ որ եթե կարդացել եք հինգտակային գիրքը, պետք է որ Աստծուն սիրող մարդը անպայման կարդացած լինի։ Ասում է Ուրիա անունով մի հավատարիմ զինվորի կնոջ տեսավ, հավանեց, նրա հետ պարկեց, հետո այնպես կազմակերպեց, որ պատերազմ Ուրիային Ամոնի որդկանց հետ պատերազմ սպանեցին Ուրիային, կարծես իր հանցանքը, որ շնություն արեց, ծածկվի, բայց Աստված հանդիմանեց։ Թե հիմա ինչ էր կատարվում Դավիթի հետ, որ մթագնել էր միտքը, մարդը չլենա այդ կոպիտ խախտումը։ Ինչ էր կատարվում, չեմ հասկանում։ Նաթան մարգարեն, երբ որ գալիս է նրա հետ խոսում, մի օրինակով է խոսում, որը օգնում է միտքը բացվի Դավիթի, ես ամբողջատված չեմ կարդա, երկրորդ թագավորաց գրքի 12-րդ գլխում է խոսվում Նաթանի եւ Դավիթի զրույցը։ Ես կարդամ 9 համարից 10, որ Նաթանը կոնկրետ արդեն խոսում է Դավիթի մեղքի մասին։ Ինչու համար Տիրոջ խոսքը անարգեցիր, նրա աչքին այդ չարությունը անելով, քետացի Ուրիային սրով մերցրիր եւ նրա կինը քեզ համար կին առար, բայց նրան սպանեցիր Ամոնի որդկանց սրով, թեգուզ Ամոնի որդկանց սրով, բայց քո կազմակերպվածներ, մեղադրվում ես դու Աստծո կողմից։ Եվ ահա սուրը քո տանից չի հեռանա մինչև հավիտյան փոխանակ, որ անարգեցիր ինձ եւ քետացի Ուրիայի կինն առար քեզ համար կին։ Դու շարունակություն ասում եմ պետք է կյանքով պատասխան տաս Դավիթի խոսքերը լսեք։ Լսեց այս խոսքը։ Շատ մարդիկ այսօր որ մեղքի մասին խոսում ես, իրենց մեղքը ցույց ես տալիս, նայում են սառած դեմքիդ։ Ասում ենք հասկացար, հա, շնորհակալություն, հասկացա մեղքս։ Հետո դե հասկացա, ապրեք։ Ուշադրություն դարձրեք ինչի ասում, պատիժ պիտի կրես։ Լավ, ապրենք, լավ, որ մեղքը ցույց տվեցինք, բայց պատիժը մնաց քո վրա։ Ինչու՞։ Որտեվ նոր Սաղմոսում ասում է լուր կեցա։ Տեսեք Դավիթը ինչ է անում, 13-14 համարներում Դավիթը ասեց Նաթանին. ես մեղանչել եմ Տիրոջ դեմ։ Տերն էլ ներեց նեղություն։ Նաթանն է պատասխանում է Դավիթին, որ Տերն ներեց քո մեղքը, չես մեռնի։ Միայն որովհետև քո Տիրոջ թշնամիներին այս բանով առիթ տվիր հայույթություն անելու, ապա այն որդին էլ որ պիտի ծնվի քեզ համար պետք է մեռնե։ Ուրիայի կնոջից հղիացել էր եւ որդի պիտի ունենար, նա պիտի մեռնի, այսինքն ի նշան նրան, որ ես այս մարդու արարքը չընդունեցի, մեղադրվեց։ Դավիթը այդ մեղքի պատճառով, որ օրինակ չդառնար ուրիշներին։
շատերին խոսելու տեղ տվեցիր, Տիրոջ թշնամիների բերանը բացեցիր այդ արարքով, դրա համար սա այսպես կլինի, սակայն թողություն տվեց Աստված, ինչու, հենց այդքան արագ թողություն, այո, թողությունը Տերն իր վրա հաշվին է տալիս մարդուն, հարցը սա է, ինչպես է մարդը մոտենում, զղջում էլ կա, խոստովանություն էլ կա, խոստովանություն էլ, Դավիթ այստեղ չի ասում մարգարեին, թող այդ պատիժը չլինի, չեմ ընդունում այդ պատիժը, վայ չմեռնեմ, այդ սուրի սերունդի վրա չգա, այդ մասին չի ասում, ես մեղանչեցի Տիրոջ առաջին, Տերը ինչ կորոշի, ես որոշում փողողը ես չեմ, ես մեղանչեցի Տիրոջ առաջին, դա մի անկեղծ խոստովանություն էր, այդ ինչու էր ասում Աստված Դավիթի սրտի պես, այդ սրտի այդ հավատքի նզանդության պես յողին է հավանում Աստված, ստեղ արարքը Դավիթի չի հավանում, որ մեղանչել էր, այլ խունարվել է, երբ որ մարդիկ նոր ապաշխարում են, հեշտությամբ են կարողանում խոստովանել իրենց մեղքերը, ասում են մեղավոր եմ, շատ մեղքեր եմ գործել, Տեր ինձ ների, չեմ էլ հիշում մեղքերիս քանակը, խոստովանում, դատապարտում են, թեկուզ ընդհանուր կարող է ասեն, տարբեր տեսակ հանցանքներ եմ գործել, որը թվարկեմ չգիտեմ, բայց շատ մեղքեր եմ գործել, հասկանում ես, որ այս մարդը զղջում է ապրում, բայց երբ որ անցնում է հավատքի մեջ տարիներ, արդեն ընդունել է Հիսուսին Տեր ու Փրկիչ, որոշակի ժամանակ է անցնում փոխանակ մարդու մոտ, ավելի հաղթական լիներ իրանձին հաղթելը, եթե առաջին քայլեր անելուց կարողացավ հաղթել իրանձին խոստովանել մեղքը, Քրիստոսի հետ հաղորդ լինելով ավելի պիտի հաղթական լինի մարդը, բայց շատերի մոտ հակառակ բանն է տեղի ունենում, մարդիկ ասում են մի 3-4 տարվա, 5 տարվա հավատացյալ են դառնում, սկսում են դժվարը խոստովանել, մեղք չդատապարտել, հեշտությամբ հակառակվել, բայց այդպես չպիտի լիներ, ավելի հաղթական պիտի լիներ, մանավանդ այս վերջին օրերում մենք այս դժվար ժամանակներում, որ ապրում ենք, մեր շուրջը գայթակղությունը լեփլեցուն է, մենք օրվա մեջ տեսնում ենք այնքան բան, որ 100 տարի առաջ կարող է դա տեսնեին 1 տարվա մեջ, և այսպիսի դժվար ժամանակներում, որ գայթակղեցնող և չար ազդեցություններով լեցուն շրջապատում ապրելով, մարդ իր սիրտը չպատրաստի, մենք այսօր պիտի մեր սրտում այս որոշումը դնենք, ես վստահ չեմ, որ վաղը ինչ-որ մի սխալ չեմ անի, բայց սա եմ իմ սրտում դնում, խոսքը, կամքը Աստծո, սերմի պես սրտումս դնում եմ, եթե հանկարծ սխալվեմ, հասկացածս պահին պիտի ես դատապարտեմ իմ մեղքը, Տեր իմ, սա իմ սրտում եմ դնում, ես պիտի խոստովանեմ ու դատապարտեմ իմ մեղքը, չուշացնեմ, ինչքան շուտ անեմ դա, այնքան հեշտ կլինի, ոչ մեկ չի կարող ասել, որ ինքը սխալ չի գործի, բայց պիտի պատրաստ լինես, եթե հանկարծ սխալվես, դատապարտես մեղքդ, կանգնես Աստծո առաջին, ոնց կաս, Դավիթը չէր խուսափում պատժից, ուշադրություն դարձրեք, նա իր թագավոր լինելն էլ իրեն չէր խանգարում, եթե մի քանի տարվա հավատացյալ ենք դարձել, արդեն դա խանգարում է մեզ մեղք խոստովանելու, բա որ թագավոր լինեինք ինչ կրնեն, մարդկանց խանգարում է, որ որոշակի հաջողության են հասել, որոշակի պաշտոնի, ինչ-որ մի բաժնում ղեկավար են արդեն աշխատանքում տեղում, դա էլ քեզ չպիտի շեղի, քո սրտում դա պիտի դնես, ինչքան էլ ինձ բարձրացնես Տերին, ես հանկարծ սխալվեմ, պիտի դատապարտեմ իմ արարքը, պիտի խոստովանեմ, զղջամ ու խոստովանեմ, լինեմ, որ ասում է, երանի նրան, որի անօրենությունը թողվեցավ, ես այդ երանելի վիճակը չպիտի կորցնեմ, Դավիթը, որ այս մեղքը գործեց, ուշադրություն դարձրեք, երգ է գրում Սաղմոսը, որ շատերը գիտեն այս երգը ինչ էր գրել,
Այս երգը ինչի պատճառով է գրել։ 51 Սաղմոսը։ 51 Սաղմոսում կարդամ 1-ից 4 համարներ էլի։ Ողորմիր ինձ Աստված, քո ողորմության պես եւ քո մեծ ողորմության պես ջնջիր իմ անօրենությունը, իսկ պար լվա ինձ իմ անօրենությունից եւ սրբիր ինձ իմ մեղքից, որովհետեւ ես ճանաչում եմ իմ անօրենությունը եւ իմ մեղքը ամեն ժամանակ իմ առաջին է։ Միայն քեզ դեմ մեղանչեցի եւ չարը քո աչքի առաջին գործեցի, որ դու արդար լինես քո խոսքերում եւ մաքուր լինես քո դատաստանում։ Այո, քո խոսքերը արդար են, քո դատաստանները մաքուր։ Քո առաջ եմ մեղանչել։ Ուշադրություն դարձրեք, սա միայն մեղքերի թողության աղոթք չէ։ Սրբիր ինձ իմ անօրենությունից, իմ մեղքից։ Իմ աչքի առաջ է իմ մեղքը։ Դատապարտում, սա խորը զղջման արտահայտություն է։ Մարդիկ ցույց է տալիս մեղքը, չեն ուզում խոստովանել, այս մարդը երգ է գրում իր խոստովանությունը, երգ է գրել, որպես խրատ, որպես մի անմոռանալի դաս ժողովրդին, որ դուք անօրենություն եք գործել, այսպես սրբվելու փափագով խնդրեք Աստծուց, օրինակ որպես, սրա նման դու աղոթիր, ինձ սուրբ արա բոլորովին, իմ աչքի առաջ իմ անօրենությունը, ես ատում եմ իմ մեղքը, կարծես սենց մի արտահայտություն լինի, իմ աչքի առաջը, ես տանջում եմ, ես խի պիտի ինձ թույլ տա այս հիմարությունը անելու, ես թողնում եմ մեղքը, ինձ սրբիր։ Տերը զորացնի մեզ, ինչպես որ ասեցի, Տերը ողորմել է մեզ, անդրադառնամ այդ համարին խոստման, մարդը կհասկանա Աստծո սերը, հել ավելի, երբ որ հասկանում է ինչ միջարիքից է փրկվել։ Ինչքան խորն ես հասկանում մեղքդ, մեղքի ծանրությունը, այնքան ավելի ես հասկանում ինչից փրկվեցիր։ Ինչ էր նշանակում, որ սրանում է սերը, որ ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր որդուն քավություն մեր մեղքերի համար։ Մեր մեղքերի համար քավություն ուղարկեց։ Շնորհակալ եմ Աստծուց։ Դա սարսափելի տանջանք է հոր համար տեսնելու որդու տանջանքը։ Ճիշտ է որդին խաչի ելավ։ Այո, Տերը հուժարվեց այդ սարսափելի բաժակը խմել, բայց հայրն էլ տարավ դա, այդ ապրումները, իր որդու տանջանքները տեսավ։ Դա մենք ցավացրեցինք Աստծուն մեր մեղքերով։ Եվ որքան գործում ենք ցավացնում ենք մեզ սիրող Աստծուն։ Տերը մեզ ների, ողորմի, մտքով արթուն լինենք, զգայուն, եւ մարդը թմրում է չի տեսնում իր սխալը։ Երբ արթուն է, ամենափոքր բանն է նկատում է, իր սրտում կատարված սխալ խորհուրդն է նկատում, գոռոզ միտքն է տեսնում մարդը։ Ես ինչի եմ սնապարծ, ինչի եմ հպարտ, ինչի եմ շրջանցում իմ սխալները չեմ դատապարտում, սկսում է տեսնել, լույս կա, միտքը լուսավորված, կարողանում է տեսնել եւ զղջալ եւ խոստովանել։ Ժողովուրդ ջան, ամփոփ ասեմ ցեզ, եկեք մեր սրտում Աստծո կամքը սերմի պես դնենք մեր սրտում, որ պտուղ տա, եթե հանկարծ սխալվենք, ոչ մի բան մեզ չպետք է հաղթահարի մեղք խոստովանելուց, ոչ հոգևոր ծառայությունդ, ոչ պաշտոնդ, ոչ ֆիզիկական երկրավոր պաշտոնդ, ոչ մեծությունդ, ոչ փոքրությունդ, ոչ մի բան քեզ չխանգարի, դու կարողանաս խնդրել Աստծուց ներում, խոստովանություն ներում։ Նաթանի առաջ խոստովանեց, ուշադրություն դարձրեք։ Եթե Դավիթն ասեր Նաթանի առաջ, ապրես Նաթան ջան, շատ ապրես, հասկացա մեղքս, թողություններ գտնելու, մահը լինելու էր եւ իր սերունդի վրա էր անեծք լինելու։ Բայց Դավիթի խոստովանությունը փոխեց իրավիճակ, Աստված դատ փոխեց,
Նաև սերունդի համար դա փոխեց։ Այսօր շատ հավատացյալներ համարձակ բռնում են իրենց մեղք եւ անեծք բերում ոչ միայն իրենց վրա, այլ իրենց որդիների, շրջանցում իրենց մեղք, իրենց արդարացնում, սուտ դատապար ներկայացնում իրենց մեղքը ցույց տվողներին, իրենց արդարացնելու համար։ Կարար Դավիթն էլ աներ։ Կարար փակեր Նաթանի բերանը, ուներ ամեն կարողությունը, դա թագավոր էր։ Իսկ նա երկրավոր զորք չուներ Նաթանը, սակայն Դավիթի առաջքին նա մարգարե էր, նա Աստծո պաշտոնյա էր, Աստծո ծառա էր, նրա առաջին խոստովանեց եւ Աստված էլ ընդունեց ու Նաթանի բերանով պատասխանեց խոստովանության, անկեղծ խոստովանության փոփոխությունը, չես մեռնի։ Տերը ձեզ օրհնի, ժողովուրդ։ Աստված պահապան, աղոթք